Շանթիեթերը շարունակում է հեռանկարը, իսկ հեռանկարում այսօր Վրաստանից մեզ միացել է միջազգային հարցերով մասնագետ Գեորգի Թումասյանը։ Պարոն Թումասյան, նախ բարև ձեզ եւ շնորհակալություն մեզ հետ կապ հաստատելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Պարոն Թումասյան, վերջին ամիսներին թե Հայաստանի վարչապետը եւ թե հանրապետության նախագահը այցելեցին Վրաստան։ Ինչպես եք նախ գնահատում այս այցերի ակտիվացումը, ինչու հիմա եւ ինչ քաղաքական բաց կամ գուցե փակ օրակարգեր կարող են լինել դրանց հիմքում։ Իհարկե պետք է հստակ ընդգծել, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ էլ շատ ակտիվ փուլում են գտնվում, որովհետեւ երկու պետությունների համար էլ կարևոր է այդ հարաբերությունների զարգացումը, հատկապես նրանից հետո, երբ Վրաստանը եւ Հայաստանը դառան ռազմավարական գործընկերներ։ Ուստի ես համարում եմ, որ այդ հանդիպումները օրակարգային են եւ պլանավորված են եւ առհասարակ ամբողջ այդ շղթան հանդիպումների այցերի իրանք նախատեսված են նախորոք եւ կարծում եմ, որ դա զուտ այն նպատակը ունի, որ էլ ավելի խորացվեն հարաբերությունները այն ուղղություններով, որտեղ որ դա հնարավոր է, իսկ որտեղ որ հնարավոր չէ այս փուլում պահպանվի այն դրական դինամիկան, որը առկա է։ Իհարկե պետք է ասել, որ նույն վարչապետի այցը, որը գիտեք, որ այստեղ միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով էր, ուներ իր եւ աշխատանքային ձևաչափ ուներ իր կարեւորությունը այն առումով, որ տարածաշրջանային լոգիստիկ կապերի հարցերը ակտիվորեն քննարկվեին, իսկ նախագահի հայցը, որը պաշտոնական էր, նաև ուներ կարևոր բաղադրիչներ, հատկապես խորացնելով հարաբերությունները այդ շերտում համագործակցության, որովհետև նախագահը նույն Վրաստանում եւ Հայաստանում իրենց առանձնահատուկ, իհարկե սահմանափակ, բայց դերը ունեն նաև պետական կառավարման գործընթացում։ Պարոն Թումասյան, վերջին ամիսներին, երբ հայկական հիմնականում գյուղմթերքները խնդիրներ էին ունենում տեղափոխման, Հայաստանում տարբեր շրջանակներում այսպես տպավորություններ ու կարծիքներ էին ձևավորվել, որ Վրաստանը տարբեր խոչընդոտներ ստեղծելու ինչ-որ ուղերձներ է ցանկանում փոխանցել Հայաստանին։ Դուք կիսում եք այդ կարծիքները, տպավորությունները։ Հիմա կարծես թե ամեն ինչ ավելի հարթ է ընթանում։ Այո, ես բազում անգամ խոսել եմ այս հարցի մասին, որովհետև փաստացի սա վաղուց սկսված գործընթաց է, մոտավորապես ապրիլից մենք այսպիսի խնդիրներ տեսնում էինք եւ ընդհանուր առումով այդ խնդիրները շարունակվում են եւ փոփոխությունները այնքան էլ հանրային չեն դառնում այդ ուղղությամբ։ Պետք է նաեւ հիմա հստակ ընդգծեմ, որ նույն առումով խնդիր է ստեղծվել Ադրբեջանի հետ եւ օրերս գլխավոր հարց է Վրաստանում դառել այդ սահմանափակումները, որը Վրաստանը կիրառում է Ադրբեջանի դեմ։ Ես պետք է շատ անկեղծ եւ ուղիղ ասեմ, որ Վրաստանում ինչպես հասարակական կառույցների, այդպես էլ տարբեր վերլուծական կենտրոնների կողմից սա գնահատվում է ինչպես Ռուսաստանի կողմից Վրաստանի իշխանության վրա առկա ազդեցության կիրառումը Հայաստանի, Ադրբեջանի եւ ուստի Թուրքիայի, որովհետեւ շատ լոգիստիկ կապերը հենց Ադրբեջան-Թուրքիա ուղղությունով են, ազդեցության նպատակով, գիտեք, որ այդ նույն Ադրբեջանի դեպքում, երբ օրերս բացահայտվել է այս թեման Ադրբեջանի պետական ԶԼՄ-ների արդեն միջոցով, բայց փաստացի իրանք էլ են ընդգծում, որ մոտավորապես մայիս ամսից է սկսվել այս գործընթացը, ադրբեջանական ԶԼՄ-ները հստակ են ասում պատճառը, որ հենց Վաշինգտոնում սկսել են քննարկել Վաշինգտոնի այդ համաձայնագիրը օգոստոսի 8-ի, ապա վրացական կողմը եւ ըստ իրենց նաեւ դա արտաքին բաղադրիչ ունի, ուրեմն կիրառել է այդպիսի միջոցներ եւ հիմա երբ ադրբեջանական բեռնատարներին հանդիպում են սահմանին, իրենց ուղիղ ասում են գնացեք ձեր Թրամփի ուղով ճակերտների ավարտ։ Ուստի ես կարծում եմ, որ սա Ռուսաստանի այստեղ քաղաքականությունն է ուղղված ընդհանուր առումով մի կողմից լոգիստիկ կապերի այդ նոր հնարավորությունների դեմ, որովհետև դա լինելու է Ռուսաստանին շրջանցող լոգիստիկ կապ, եւ գիտեք, որ Ռուսաստանում շատ դժգոհ էին, որ Ադրբեջանը համաձայնվեց նաեւ, որ Վաշինգտոնում կնքվեր այդ փաստաթուղթը եւ այդտեղ
Վաշինգտոնի ներկայությունը լինի, այլ ոչ թե նոյեմբերի 9-րդ կետով ռուսական ՖՍԲ-ի ներկայացուցիչների, բացի դրանից պետք է հասկանանք, որ դե ֆակտո այս պահին լոգիստիկ կապերը Հայաստանի տարածքով դեռ մնում են փակ, ուստի Վրաստանով այդպիսի սահմանափակումները ճնշում են ինչպես Հայաստանի համար, իսկ մենք գիտենք, որ տնտեսական խնդիրներ էր ստեղծվել Հայաստանի համար այդ գործընթացի հետևանքում, այդպես էլ Ադրբեջանի համար, բայց սա մյուս կողմից իմ պատկերացումով նաև դրդում է Հայաստանին եւ Ադրբեջանին էլ ավելի ակտիվացնել խաղաղության օրակարգը, սահմանների բացումը, լոգիստիկ կապերի զարգացումը եւ շատ ավելի քիչ վստահելի է դարձնում Վրաստանը ինչպես գործընկեր, ուստի իմ պատկերացումով Ռուսաստանի այսպիսի քաղաքականությունը այստեղ եւ Վրաստանում ռուսամետ իշխանության հակավրացական էֆեկտ է ունենալու եւ որևէ արդյունք չի տալու ոչ Ռուսաստանի ազդեցության առումով, ոչ էլ ընդհանուր տարածաշրջանում Վրաստանի դիրքերը ամրապնդելու ուղղությունով։ Ես ձեր խոսքից ճիշտ եմ հասկանում, որ Ռուսաստանը հիմա էլ Հարավային Կովկասում իր խաղի կանոնները փորձում է թելադրել Վրաստանի միջոցով, այսինքն Վրաստանը այլևս ակնհայտորեն խաղում է այն կանոններով, որը Ռուսաստանն է թելադրում։ Այո, դուք ճիշտ հասկացաք, մենք եթե հիշենք երկու շաբաթ առաջ մոտավորապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի կողմից հայտարարություն արված, ասում է, որ ճակերտներում արևմուտքը փորձում է պոկել իրենցից Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան եւ իրանք թույլ չեն տա դա ամեն ճանապարհով։ Հետաքրքիրը այն է, որ այդտեղ նշվում է Հայաստան, Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունները, բայց Վրաստանը չի նշվում, որովհետև Վրաստանը Ռուսաստանը համարում է, որ արդեն վերադարձել է իր ազդեցության գոտի եւ այո, միակ պետությունը այսօր Հարավային Կովկասում դա Վրաստանը, որը կարողանում է Ռուսաստանը օգտագործել տարբեր պատճառներով, ես սա պետք է ընդգծեմ, ինչպես ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից իշխանությունը զավթելու այս գործընթացը, այդպես էլ ուղիղ ռազմական եւ անվտանգային սպառնալիքներ Վրաստանին ներկայացնելու, հիշեցնեմ, որ 20%-ը մեր Վրաստանի տարածքի օկուպացված է Ռուսաստանի կողմից, այդտեղ կան ռուսական ռազմակայաններ եւ դա ստեղծում է լրջագույն անվտանգային խնդիրներ Վրաստանին եւ ընդհանուր սահման ունենալը նաեւ։ Ուստի Ռուսաստանը կիրառում է տարբեր հիբրիդային պատերազմի գործիքներ նրա համար, որ Վրաստանը ստիպի լինի այսպիսի միջոց իր ազդեցությունը տարածելու տարածաշրջանում, բայց ընդհանուր առումով իհարկե պետք է մենք հասկանանք եւ հաշվի առնենք, որ դա չի կարա լինի երկարատև արդյունավետ ոչ Ռուսաստանի համար, ոչ էլ առհասարակ իր շահերի համար։ Եվ մեկ փաստ, որ այստեղ պետք է ընդգծեմ, իհարկե ամբողջ հաշվարկը, այդ թվում Վրաստանի դե ֆակտո ղեկավար Իվանիշվիլու եւ Ռուսաստանի նրանում էր, որ միջին միջանցք կոչված միջազգային ծրագիրը, որը Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը եւ Եվրոպան իրար կապում է եւ կենսական նշանակություն ունի այդ այդտեղ Հարավային Կովկասը, որովհետեւ հյուսիսով Ռուսաստանով ճանապարհները Չինաստան, Եվրոպական միություն սահմանափակ են պատժամիջոցների պատճառով, նույն իրավիճակ է Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությունով, ամբողջ հաշվարկը նրանում էր, որ լոգիստիկ կապերը անցնելով Վրաստանով, Վրաստանին կտա այնպիսի մոնոպոլիա, որ Վրաստանը կկարողանա թելադրի իր օրակարգը այդ թվում արևմուտքին, ինչպես սա շատ հաճախ անում է Իլհամ Ալիևը, որը բռնապետ է այո, բայց որին արևմուտքում ընդունում են, չնայած նրա, որ ինքը բռնապետություն է ձևավորել։ Այս հաշվարկը իմ պատկերացումով հաջողության չհասավ Վրաստանում, որովհետև ստեղծվել է այլընտրանք, ինչպիսին է Հայաստանը, որը ժողովրդավարական ճանապարհով է գնում միևնույն ժամանակ առաջարկում է լինել այլընտրանքային ուղի այս միջին միջանցք կոչված ճանապարհով, որը Հայաստանի տարածքով ինչպես Թրամփի ուղի եւ խաղաղության խաչմերուկ ծրագրերը ներկա եւ սրանով փաստացի դժգոհությունը Ռուսաստանի եւ միևնույն ժամանակ Վրաստանի այսօրվա իշխանությունների նրանում է, որ այդ աշխարհաքաղաքական ուրեմն գործիքը, որը Վրաստանը պետքա ունենար եւ կարողանար թելադրել իր օրակարգը, այսօր Վրաստանը կորցնում է, անցնում է դեպի Հայաստան եւ իհարկե նույն այս գործընթացում մենք պետք է նայենք Ռուսաստանի ցանկությունները Հայաստանում իշխանափոխություն, հեղաշրջում կազմակերպելու նպատակով եւ առհասարակ կարծում եմ, որ մինչև 2026 թվականի
հունիսի ընտրությունները Ռուսաստանը դեռ չի կորցնում հույսերը, որ կարա վերականգնի նաև Հայաստանում իր ազդեցությունը, սրանով վերահսկի համ Վրաստանը, համ Հայաստանը եւ թելադրի իր օրակարգը ինչպես արևմուտքին, այդպես էլ արևելքին այդ լոգիստիկ կապերի մասին։ Պարոն Թոմասյան, բայց տեսեք, հրապարակային հայտարարությունները, որոնք նաև ամենաբարձր մակարդակով հնչում են Վրաստանից, այլ տպավորություն են ստեղծում։ Ընդամենը օրեր առաջ էլ եղավ հայտարարություն, որ Վրաստանը ողջունում է, Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանի ապաշրջափակմամբ, մատնանշում են Թրամփի ուղին եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացներին եւ այդ գործընթացների առանցքում հատկապես հիմա Թրամփի ուղուն։ Ինչ է ստացվում, այսինքն հրապարակային հայտարարություններն այլ բան են փաստում, բայց այսպես տողատակերում այլ գործընթացներ են տեղի ունենում։ Հրապարակային առումով, ինչպես Վրաստանը, այդպես էլ նույն Ռուսաստանը, նույն օգոստոսի 8-ի այդ պայմանավորվածությունների կողմ են հայտարարություններ արել, որովհետև պետք է շատ հստակ լինել, որ դիվանագիտությունում փաստացի անհնար է, որ որևէ պետություն դուրս գա հիմա եւ հայտարարի, որ դեմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության փաստաթղթին եւ օրակարգին, բայց իհարկե դիվանագիտությունը միայն հայտարարությունները չեն, այլ շատ դեպքերում հայտարարությունները եւ իրական ցանկությունները իրական օրակարգը իրար ուրեմն դեմ են նաև ուղված եւ սա այդ թվում այդ դեպքն է, երբ Վրաստանի պաշտոնական դրսևորումը իհարկե հասկանալի է, ավելին ասեմ, Վրաստանի պաշտոնական մոտեցումը այն է, որ Վրաստանը շարունակում է իր եվրոպական ինտեգրման ուղին, բայց իրականում գործընթաց տեղի ունենում հակառակ ուղղությամբ, ուստի հայտարարությունները բավարար չեն, որ մենք կարողանանք ամբողջությամբ պատկերը տեսնենք եւ այո Վրաստանը ստիպված լինելով աջակցել եւ դեմ չլինել Թրամփի ուղուն եւ այդ գործընթացին շատ լավ հասկանում է այնինչ ես նոր ձեր եթերում ասացի, որ Վրաստանը կորցնում է այդ ազդեցությունը միջազգային առումով եւ չի կարողանալու ամրապնդել այստեղ բռնապետությունը, որովհետեւ արևմուտքը ստիպված չի լինի ճանաչի Վրաստանում բռնապետություն, որովհետև կա Վրաստանի այլընտրանք, դա Հայաստանն է եւ Թրամփի ուղին է, իսկ Հայաստանը այսօր ոչ թե Վրաստանի նման հակաամերիկյան, հակաեվրոպական պետություն է, այլ հակառակը եվրոպական ինտեգրում է սկսում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունները ստորագրում եւ Վրաստանի հետ սառեցվում են այդ հարաբերությունները եւ Հայաստանը ժողովրդավարություն է եւ ամեն ինչ է անում, որ պահպանի այդ ժողովրդավարությունը, ինչը շատ կարեւոր է։ Ուստի այդ է խնդիրը, որ ներքաղաքական օրակարգով է նաև ցանկություն, որ Հայաստանում այս գործընթացը տապալվի, նկատի ունեմ կանգ առվի նաև օգոստոսի 8-ի փաստաթուղթը եւ եթե մենք ուշադիր տեսնենք, թե ինչպիսի նախապատրաստողական աշխատանքներ կան ընտրությունների համար եւ ընդդիմության մի մասը ինչ օրակարգ է տրամադրում, ապա դա հենց սրա մասին է, որ իրանք օգոստոսի 8-ի հռչակագրի դեմ են գործելու եւ Հայաստանում ժողովրդավարությունը չեղարկալու օրակարգ ունեն, ինչը հեռացնելու է Հայաստանին արևմուտքից եւ վերադարձնելու է Ռուսաստանի ազդեցության գոտի։ Իսկ եթե Ռուսաստանը կարողանա համ Վրաստանը, համ Հայաստանը վերահսկի, իսկ միևնույն ժամանակ ունի հսկայական ազդեցություն Իրանում, ապա ամբողջ արևմուտք-արևելք լոգիստիկ կապերի վրա վերահսկողությունը վերադառնում է Մոսկվա եւ բոլոր մայրաքաղաքները Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Անկարան, Բաքուն, Պեկինը, կենտրոնական Ասիայի պետությունները պետքա Մոսկվայի հետ քննարկեն այստեղ Վրաստանով, Հայաստանով ինչպիսի լոգիստիկ կապեր կլինեն կամ չեն լինի, ուստի այդ է պատճառը, որ ես գնահատում եմ Հայաստանում այդպիսի գործունեությունը, այսպես կոչված ընդդիմության, հակապետական գործունեություն, իսկ Վրաստանում տեղի ունեցողը նաև իհարկե Վրաստանի շահերի լրջագույն դեմ է։ Բայց ի վերջո հաշվի առնելով նաև ձեր մատնանշած այդ խանգարելու փորձերը, հաշվի առնելով Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա համագործակցությունը, ի վերջո Թրամփի ուղին կարող է փոխել տարածաշրջանի հաղորդակցությունների քարտեզը։ Իհարկե կարող է փոխել եւ կփոխի, որովհետեւ եթե Վրաստանում մենք չհասցնենք իր ժամանակին եւ դա մեր ներքաղաքական օրակարգն է այստեղ ընդդիմադիր
ուժերի վերադարձնել Վրաստանը արևմուտքի հետ ռազմավարական հարաբերություններին եւ վերադարձնել ինչպես վստահելի գործընկեր տարածաշրջանում, ապա լոգիստիկ կապերը Հայաստանով բացվելու զուգահեռ Վրաստանում բոլոր իրանց կարևորությունը կկորցնեն, նոր լոգիստիկ կապեր Վրաստանում առհասարակ չեն կառուցվի, արևմուտքը հետաքրքրված չի լինի ոչ այստեղ ներդրումներով, իսկ եթե նույնիսկ ներդրումներ լինեն Չինաստանի կողմից, ապա արևմուտքը ուղղակի չի նախընտրի այդ ուղին ինչպես հնարավոր առևտրի միջոց, ինչպես չի նախընտրում իրանական ուղին կամ ռուսական ուղին, որտեղ որ ֆիզիկապես ենթակառուցվածքներ կան, բայց իրանց համար արևմուտքում անընդունելի է օգտագործել այդ ուղիները։ Ուստի սա բացում է հնարավորություն արևմուտքին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, որովհետև այո, քարտեզը փոխվելու է, Հայաստանով կսկսի անցնել լուրջ քանակի լոգիստիկ կապեր, նկատի ունեմ եւ վարչապետ Փաշինյանը սրա մասին խոսել է, ոչ միայն ճանապարհ, երկաթուղի, այլ նաեւ նավթամուղ, գազատար եւ ուրեմն հոսանքի ցանցեր, ինտերնետ եւ այլն, նկատի ունենալով այն, որ ամբողջությամբ այդպիսի փոփոխություն է տեղի ունենում տարածաշրջանում, եթե Վրաստանը ժամանակին վերականգնի իր դերը, ապա Հայաստանը եւ Վրաստանը կարող են շատ էֆեկտիվ կիսել այդ լոգիստիկ կապերը միմյանց միջև եւ ֆինանսական առումով այդքան մեծ գումարների մասին է խոսքը, որ որևէ խնդիր չի լինի, երկու պետություններ գոհ կմնան եւ ազդեցություններ կպահպանեն աշխարհաքաղաքական, բայց եթե Վրաստանը դա չհասցնի անել, ապա կարելի ասել ամեն ինչ կանցնի դեպի Հայաստան եւ այն լոգիստիկան, որը կա Վրաստանում իհարկե չի փակվի, բայց որևէ նշանակություն աշխարհաքաղաքական այլևս չի ունենա եւ համոզեցնում եմ ձեզ, որ եթե այսօր փակելով Վրաստանը եւ Ռուսաստանը փորձում են ազդել Ադրբեջանի, Հայաստանի կամ Թուրքիայի վրա, ապա ապագայում դա ուղղակի որևէ կարևորություն չի ունենա, փակ կլինի թե բաց Վրաստանով լոգիստիկ կապերը, երբ լինի TRIP-ի այդ ամբողջ գործընթացը։ Պարոն Թոմասյան, բայց այս գնահատականները ժամանակավրեպ չեն լինի, եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի այն սցենարով, որը որ հիմա ներկայացրել է բանակցությունների սեղանին դրել է Միացյալ Նահանգները, որովհետև այնտեղ ակնհայտորեն տարբեր գնահատականներով հաղթում է Ռուսաստանը։ Արեք ֆիքսենք, որ ուկրաինական պետությունի գոյությունը Ռուսաստանի արդեն պարտությունն է, 80% պահպանում է Ուկրաինան, ինչը նաև պարտություն է, եւ զինված ուժերը իր հնարավորությունները արևմուտքի հետ ինտեգրումը ամեն ինչ պահպանում է, Ռուսաստանը պայում է այդ տարածքները, որը ինքը կարողացել է գրավել, այնն էլ փաստացի եւ շատ անկեղծ պետք է ասել, որ սա հրադադարի մասին է, շատ նման է Լեռնային Ղարաբաղում ստեղծված այդ իրավիճակին, որը կար, եւ պատերազմը ուրեմն վերսկսելու հավանականությունը եւ հնարավորությունը երբ ուզես կարա տեղի ունենա այս օրակարգով, որը մենք հիմա ունենք Ուկրաինայում։ Բացի դրանից, նույնիսկ եթե որևէ մեկը գնահատում է, որ սա Ռուսաստանի համար հաջողություն է, հաղթանակ չէ, բայց հաջողություն կարելի է համարել, որովհետեւ իր նպատակների առնվազն մի մասը Ռուսաստանը հասել է նույնիսկ այս համաձայնագրով, որի մասին մենք խոսում ենք, ապա դա առհասարակ չի նվազեցնում կարևորությունը արևմուտքի, ինչպես նաև թուրքական պետությունների համար, որ այս ազդեցության գոտին կենտրոնական Ասիայի, հատկապես դուրս գա Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությունից եւ լինի բալանսավորված արևմուտքով եւ Թուրքիայի հետ հարաբերություններով, ինչի առումով Հայաստանը մնում է նաև կենսական հնարավորություն եւ գործընկեր, իսկ Հայաստանի շահը այստեղ որն է, առաջինը խաղաղությունն է, որովհետեւ Ադրբեջանի հետ եւ թուրքական պետությունների միության հետ ինչ որ առումով նաև Ադրբեջանը ինչպես անդամ կային խնդիրներ եւ Հայաստանը այս լոգիստիկ կապերով լուծում է այդ խնդիրները, դարձնում է հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ուրեմն այնպիսի, որ բոլոր կողմերի համար դառնում է խաղաղությունը անհրաժեշտ, որ լոգիստիկ կապերը գործեն, ապահովում է իր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, իր տնտեսական զարգացումը, դարձնում է իրեն արևմուտքի գործընկեր, արհեստական բանականություն կլինի թե եվրոպական ինտեգրում եւ նույն ժամանակ ժողովրդավարություն է ամրապնդում, ուստի սա լրջագույն առաջընթաց է։ Բացի դրանից, Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները իր կայունացնել նրա շնորհիվ, որ ուներ այս լոգիստիկ կապերը, Հայաստանը նույնը կկարողանա անել, իսկ Վրաստանը ցավոք դա կորցնում է, դա առանձին հարց է։ Ուստի նույնիսկ այդ դեպքում, եթե Ռուսաստանը հաջողությունի է հասնում, Հայաստանի համար ունենալ
հարաբերություններ կայուն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ շատ ավելի կարեւոր է, որովհետեւ հարևաններ են եւ վտանգները հարևաններից շատ ավելի լուրջ են եւ Ադրբեջանից եկած վտանգները ամենագլխավոր խնդիրն էր Հայաստանի համար անկախությունից ի վեր, քան թե Ռուսաստանի հետ որևէ ազդեցության գոտում Ռուսաստանի հայտնվելը, ուստի Վրաստանը ունի այդ խնդիրները, որովհետև սահման ունի եւ օկուպացված տարածքներ, իսկ Հայաստանը այդ խնդիրները չունի։ Հակառակը, որ Հայաստանը ինչ որ առումով այստեղից միևնույն է հնարավորություն ունի դուրս մնա Ռուսաստանի ազդեցության գոտուց, բայց դա չի նշանակում առհասարակ ամբողջությամբ ազդեցությունը Ռուսաստանի հանել, որովհետև Հայաստանի նպատակը պետք է լինի ազդեցությունների բալանսավորումը տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների միջև։ Ես համարում եմ, որ Հայաստանում ինքնիշխան ուրեմն իշխանություն ամրապնդելու եւ ինքնիշխան պետություն ամրապնդելուց հետո Ռուսաստանը շահագրգռված կլինի պաշտոնական Երևանի հետ հարաբերությունները խորացնի եւ զերծ կմնա փորձերից ներքաղաքական ուժերի եւ գործակալական ցանցի միջոցով ուրեմն փորձել հեղաշրջում կազմակերպել։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, մենք կապ էինք հաստատել Վրաստան եւ զրուցում էի միջազգային հարցերով մասնագետ Գեորգի Թումասյանի հետ։